a todos los Դոնալդ Թրամփի հույսերն իզուր էին։ Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Ըստ Նոբելյան կոմիտեի նա արժանացել է Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու իր անխոնջ աշխատանքի եւ բռնապետությունից ժողովրդավարության արդար եւ խաղաղանցման հասնելու պայքարի համար։ Վերջին տարիներին նա դարձել է Լատինական Ամերիկայի քաղաքացիական դիմադրության ամենանշանավոր կերպարներից մեկը։ Նա միավորել է խորապես պարակտված ընդդիմությանը, կառուցելով ընդհանուր հարթություն, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարական կառավարման պահանջի շուրջ, հայտարարել է Նոբելյան կոմիտեն։ Մրցանակի համար պայքարել է 338 տեխնացու, անհատներ եւ կազմակերպություններ։ Մրցանակին հավակնում էր նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան առաջնորդը պնդում էր, որ հենց ինքը պետք է դառնա Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր։ Իր խոսքով, աշխարհում 8 պատերազմ դադարեցնելու համար ԱՄՆ նախագահը պարտությունը հեշտ չի ընդունի։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ին շատ կզայրացնի փաստը, եթե ինքը չվերցնի խաղաղության մրցանակը։